ՔՊԱ-կան պատգամավորը սատար է կանգնում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Շնորհակալական խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն է հայտնում արած գործի համար անմիջապես այն բանից հետո, երբ ընդդիմադիրները նախարարին չարած գործի մասին են հիշեցնում։ Փաշինյանի թիմը 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի օրերին խոստացել է 5 տարում 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել, վերակառուցել ու նորոգել։ Իշխանությունը ուժեղ է։ 2026-ը վերջնաժամկետը սարերի հետևում չէ, բայց գործի 20%-ն է միայն արված։ Ես ինքս իմ օգնականը անձամբ զանգել ենք ցուցակում հայտնված 300 դպրոցներին հատ եւ հստակ ու վստահաբար կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ նախարարությունից ստացված պատասխանով հոկտեմբերի դրությամբ 56 դպրոց է պատրաստ եւ զանգերի կեսից ավելիի մեջ դեռևս նոր սկսված է շինարարությունը, դրանց կեսը դեռևս ոչինչ սկսված չէ։ Սա 2021-26 թվերի կառավարության ծրագրի մաս է, 2026 թվականը չի եկել, հետևաբար մենք աշխատելու ժամկետ ունենք եւ շարժում ենք օրացիային գրաֆիկին համապատասխան։ Ինչու է մի տեսակ զայրացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Կարծես առաջին անգամ է գրաֆիկ խախտում։ Կարծես ինքը չէր նախարարի պաշտոնում հենց առաջին նիստին կասկարմիր կտրել ստելու համար։ Սանիկ նախարարը Քավոր վարչապետին 2024-ի ամռանը վստահեցրել էր Այգևանի մանկապարտեզը հոկտեմբերին կբացվի։ Դեկտեմբերն էր, Մսուր մանկապարտեզի դռները դեռ փակ էին։ Գազամատակարարումը ներքին ցանցը կառուցված էր, միացնել է ոչ։ Տեսախցիկների առաջ ասել եմ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ։ Հոկտեմբերի մանկապարտեզը բացվում է։ Իմից ստացվեց, որ սուտ ասեցի։ Հիմա ինչպես հավատալ։ Նախարարը, որ վարչապետին է դրթում ստել։ Ինքը չի ստի ասելով 2026-ին 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցած կլինենք։ Ու ոչինչ, որ 4 տարում ընդամենը 59 դպրոց են շահագործման հանձնել։ Գուցե մնան 5, 6, 10, 15, որտեղ ավարտվածությունը կլինի 80 եւ ավելի տոկոս։ Այսինքն մենք գնում ենք այս ծրագրի ամբողջական իրականացման ճանապարհով։ Մենք ազգային ժողովը ընդունել է օրենք, բացի ծրագիրը ընդունել է օրենքում հաստատվել է, որ 24 թվականին արդեն պետք է ունենայինք 198 դպրոց, 25 թվականի վերջին 300 դպրոց։ Նախկինում չեմ կարող ասել ինչա պլանավորած եղել, առնվազն մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գնում ենք այն ճանապարհով, որի մասած ցուցանիշները վստահաբար ապահովելու են։ Հարցը ցուցանիշների լինելը չէ, նկատում են ընդդիմադիրները, անհանգստանում։ Հիմա էլ ՔՊ-ն չարագացնի ու դպրոց մանկապարտեզները ցնցուղ կախիչ օպերացիայի մակարդակի շինի։ ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, որ հիմա շինաշխատանքներ են 259 դպրոցում։ Վարչապետն էլ վստահեցրել է 300 դպրոց կառուցելուց հետո եւս 300-ն են կառուցելու։ Վերենք կասկածի տակ։ Բայց կկառուցեն, որ կառուցեն, շարունակում են հարցնել ընդդիմադիրները։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։